Եվրոպական քաղաքական ընտանիքին պատկանող հերթական պատվիրակները ժամանեցին Երևան։ Ազգային ժողովում մեկնարկեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համաժողովը, երկօրյա քննարկումների առանցքում էին խորհրդարանական բարեվարկության չափորոշիչները, ԵԱՀԿ տարածաշրջանում խորհրդարանականների վարքագծի կանոնակարգը, Եվրամիության արևելյան գործընկերության երկրները եւ ԵԱՀԿ տարածաշրջանային հեռանկարները։ Պատվիրակներից բացի դահլիճում էր նաեւ մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Թեմատիկ քննարկումներում հյուրերի կողքին նախագահության հատվածում ազգային ժողովի падգամավորներն են իրենց փորձով ու տեսակետներով։ Համաժողովին բացման խոսքով ներկաներին դիմեց նախ ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Dear colleagues, ladies and gentlemen, it's a great honor to welcome all of you here today. Վլադիմիր Վարդանյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրեց խորհրդարանական գործունեության թափանցիկության կարևորությունն ու փաստեց, որ դրանով պայմանավորված ամրանում է ժողովրդավարությունն ու այդ առումով նաև հանրային ընկալումը։ Պատգամավորը հաջորդ ասպեկտով խոսեց բարեվարկության վերաբերյալ, շեշտելով, որ դրա առաջմղման հարցում անհրաժեշտ է մշտական պաշտպանություն։ Վարդանյանը նաև ընդգծեց, որ այդ հարցում այսօր մեր երկրում կան էական արդյունքներ։ Մեր կառավարման արդյունքում ներդրվել են բարեվարկության ստուգման մեխանիզմներ, ունենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ձգտում են կառուցել այնպիսի համակարգեր, որոնք չեն կարող խախտվել անհատական կամ անձնական շահերից ելնելով։ Հաջորդիվ խորհրդարանական ամբիոնից հայերենով ողջունեց Եվրամիության դեսպանն ու հավելեց. Բարև ձեզ, welcome to Armenia. Այն, ինչ այսօր քննարկում ենք խորհրդարանական բարեվարկության մասով, պետք է ասեմ, որ դա ժողովրդավարության անձնագրի էությունն է։ Երկրների համար, որոնք ձգտում են լավարկել իրենց հարաբերությունները Եվրամիության հետ, քննարկվող թեմաները կարևոր արժեքներ են եւ հանդիսանում են գործնական անհրաժեշտություն։ Խորհրդարանները ամենատեսանելի երաշխավորներն են իշխանությունների տարանջատման համար։ Ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը նշում է, որ խորհրդարանն ամենաշատն է քննադատվում ու հիշեցնում, որ ժողովրդավար պետության հիմնաքարը հենց խորհրդարանն է։ Երևանյան քննարկումների առաջին օրը տեսաուղերձով հանդես եկավ ԺՀՄԻԳ-ի տնօրենը։ Այս համաժողովի անցկացումը Հայաստանի խորհրդարանում եւս մեկ անգամ փաստում է, որ ձեր երկիրը այսօր անշողորեն գնում է ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով, նշեց Մարիա Թելալյանը։ Բարեվարկությունը քաղաքականության մեջ եւ հատկապես խորհրդարաններում արժանի է հատուկ ուշադրության։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ իրականացվում է խորհրդարանական էթիկայի վարքագծի կանոնների մշակում։ Մենք անկեղծ հույս ունենք, որ մի շարք երկրների խորհրդարաններ կընդունեն իրենց էթիկայի վարքագծի կանոնները եւ կներդնեն արդյունավետ բարեվարկության շրջանակներ։ Խորհրդարանական բարեվարկության չափորոշիչների էթիկական նորմերի ներդրման թեմայի շրջանակում քննարկումները համանախագահող ազգային ժողովի падգամավորները ներկայացրին բարեվարկության կանոնակարգի շուրջ խորհրդարանում ընթացող աշխատանքների մանրամասները։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի դիտարկմամբ խորհրդարանն անկյունակար է ժողովրդավարական կառավարման տեսանկյունից։ Երկրորդ անգամ եմ Հայաստանում, այստեղ եղել եմ 2023 թվականին ընտրությունները դիտարկելու առաքելությամբ։ Հուսով եմ, շուտով ականատես կլինեմ Հայաստանի եվրոպական ընտանիքին միանալուն, շեշտում է համաժողովի մասնակից ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը։ Հուսով եմ դուք կարողանաք իրականացնել այն իրավական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Եվրամիության մաս կազմելու համար։ Մենք կշահենք, եթե Հայաստանը միանա Եվրամիությանը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը համաժողովի նախօրեին եղել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատված կիրանցի հատվածում, տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին ու բնակիչների առօրյային։ Այնտեղ տեսանք նոր իրականություն մարդկանց աչքերում, ուսուցչի աչքերում, որը նորակառույց դպրոցում է աշխատում։ Մենք հույս ունենք, որ խաղաղության իրականությունը կշարունակվի հավերժ։ Եղել եմ նաև վերակառուցվող եկեղեցում։ Խոսել եմ մարդկանց հետ, ովքեր մինչ այս սովոր էին լսել կրակոցի ձայներ։ Այժմ ամեն ինչ այլ է։ Նրանք կարող են թողնել իրենց փոքրիկ երեխաներին խաղալ, վստահ լինելով, որ ոչ մի վատ բան չի պատահի։ Պետք է ասեմ, որ դա հսկայական փոփոխություն է։ Կարևորում եմ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Very glad with the decision of the Armenian government. Մենք ունենք միայն մեկ աշխարհ, բոլորս պետք է ապրենք միասին խաղաղության մեջ։ Սա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի համոզմունքն է։